Սիրելի հայրենակիցներ, նախորդ շաբաթ հերթական այցելությունը կատարեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներ։ Բնակչության հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնվել են մի շարք չլուծված կոնկրետ խնդիրներ, որոնց մի մասն էլ նոր առաջացած խնդիրներ են։ Մասնավորապես վերանշված երկու համայնքներում էլ բացակայում է միջհամայնքային կանոնավոր տրանսպորտային ապահովումը։ Սրա հետևանքով բնակիչները իրենց առօրյա խնդիրները լուծելու համար կատարում են լրացուցիչ ծախսեր։ Օրինակ, համայնքային հիվանդանոց սոցիալական ծառայություն կամ անհրաժեշտ այլ հաստատություններ այցելելու համար օգտվում են տաքսի ծառայությունից, հանրային տրանսպորտից պատիկներով ավել վճարով։ Հաջորդ անձնագրային ծառայությունը իբրև թե օպտիմալացվել է եւ Վարդենիսից տեղափոխվել է Մարտունի, իսկ Ճամբարակից տեղափոխվել է Սևան։ Այս համայնքների բնակչությունը նշված ծառայությունից օգտվելու համար պետք է այցելեն մեկ այլ համայնք, կրելով լրացուցիչ դժվարություններ, ժամանակի եւ ֆինանսական կորուստ։ Բազմիցս բարձրաձայնել եմ նաեւ այս համայնքներում պաթանատոմիական լաբորատորիաների ժողովրդի լեզվով ասած դիերձարանների փակելու խնդիրը։ Պատկան գերատեսչության ներկայացուցիչները հիմնավորում էին իբրև թե այդ խնդիրը լուծված է, ականջալուր դելով համայնքի բնակիչների շարունակվող արդարացի դժգոհությունները։ Մյուսը Վարդենիսի տարածաշրջանում կենսական կարևոր խնդիր է մնում վարձակալված խոտարների նպատակային եւ լիարժեք օգտագործման խնդիրը։ Մասնավորապես դրանց մի մասը վերջին տարիներին հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, հետեւաբար հնարավոր չէ այդ տարածքները օգտագործել անվտանգային նկատառումներից ելնելով։ Սակայն գոնե վարձավճարները զիջելու մասով որևէ լուծում չկա եւ բնակիչները պարբերաբար ստանում են ծանոթագրեր չկատարված վարձավճարները վճարելու պահանջով։ Ճամբարակ համայնքում կան սողանքային տարածքներ եւ այդ տարածքների վրա կառուցված են բնակելի տներ, որոնք ենթակա չեն անվտանգ շահագործման։ Բնակիչները ստիպված լքել են իրենց տները, իսկ իշխանությունը գործուն քայլեր չեն ձեռնարկում անհրաժեշտ հատուցումներ տրամադրելու ուղղությամբ։ Գյուղատնտեսական շլուծված խնդիրները եւս շարունակում են անտեսված մնալ, որ հետևանքով տարեստարի կրճատվում են մշակվող ցանկատարածություններն ու անասնագլխականակը։ Այս խնդիրները ազգային ժողովի ամբիոնից եւս մեկ անգամ բարձրաձայնում եմ, ակնկալելով, որ պատկան մարմինները գոնե այս անգամ պատշաճ ուշադրության կարժանացնեն եւ գործնականում կտան կոնկրետ լուծումներ։ Շնորհակալ եմ։